Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք փաստաբան Անահիտ Սարգսյանին, բարև ձեզ Տիկին Սարգսյան, շնորհակալ ենք հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Տիկին Սարգսյան, սկսենք հանրության ուշադրությունը գրաված թեմայից՝ Գյումրու նախընտրական բռնաճնշումները 4 տեխնացուների նկատմամբ, բերման ենթարկումներ, խորհրդանում ելույթ է ունենում Փաշինյանն ու ասում ասֆալտին կփռենք, ինչպես եք սա գնահատում։ Բնականաբար շատ վատ, շատ բացասական եւ սա կրկնությունն է 21 թվականի ընտրությունների նախաշեմին նույն գործողություններն էին, նույն բառապաշարն էր, երևի հիշում եք մուրճը եւ բանտիկով մուրճը, բոլորին էլի փռում էին ասֆալտներին եւ սա տեղի է ունենում իրենց ժողովրդավարության բաստիոնում։ Ակնհայտ ոչ ժողովրդավար, ոչ օրինական ընտրություններ են եւ հակասում են բոլոր նորմերին, իրավական, բարոյական նորմերին։ Իսկ բռնաճնշումները ըստ ձեզ այս պահին որից է արդյունք տալիս են Նիկոլի իշխանության համար, թե արդեն էլ հարց չեն լուծում այդքան էլ։ Ես չեմ կարծում, որ որևէ արդյունք կարող են տալ, այսինքն բռնաճնշումների արդյունքում ինչ որ տեխնացու վախենա, ոչ, որևէ արդյունք չի կարող տալ։ Արդյունք դրական կարող է լինել, որովհետև ասում են ցանկացած ազդեցություն ունենում է հակազդեցություն, այսինքն այս ամեն ինչի արդյունքում ժողովուրդը բնականաբար տեսնում է ինչ է կատարվում եւ բնականաբար ժողովրդի համակրանքը արդեն օպոզիցիոն տեխնացուների կողմն է անցնում միանշանակ։ Այ հենց այդ ժողովրդի մասով Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարում է, որ եթե ժողովուրդը ինձ հետ համամիտ չլինի որևիցե հարցում, ես չեմ լինի վարչապետի աթոռին, բայց արդյոք այս տարբերակը այն տարբերակներն են, որոնցով ժողովուրդը կարող է իր հետ համամիտ չլինել, եթե մարդիկ ուզում են գնալ ազատ անկախ ընտրության եւ իրենց ձայնը տալ այն մարդկանց, ում իրոք նախընտրում են, եւ ընտրությունից մի օր առաջ գործի են դրվում բռնաճնշումներ, այդ դեպքում ժողովուրդն ինչպես իր անհամաձայնությունը հայտնի։ Ժողովուրդը պետք է պարտադիր գնա ընտրություններին, մասնակցի ընտրություններին եւ իր ձայնը տա այն անձին, ում գտնում է, որ ով կարող է փրկել մեր հայրենիքը, իսկ Նիկոլ Փաշինյանի այդ ելույթից հետո, որ ասաց ժողովուրդը եթե ցանկանա ես կգնամ, ես այդ օրվանից ամեն օր ման եմ գալիս այդ ժողովրդին, ուզում եմ հասկանամ ում նկատի ունի ժողովուրդ ասելով, ես տեսնում եմ, որ ամբողջ հասարակությունը դեմ է իրեն, բոլոր առումներով, այսինքն թե գլոբալ, ազգային, արցախյան, բոլոր հարցերից սկսած, վերջացրած տրանսպորտի գնի թանկացումով եւ այլ հարկային փոփոխություններով, բոլորը դժգոհ են։ Ուղղակի ես ուզում եմ հասկանամ ով է Նիկոլ Փաշինյանի նախընտրած ժողովուրդը, ում ասելով նա պետք է գնա։ Երևի թե իրենց շրջապատը, ընկերներ, ընտանիքի անդամներ, հասկացանք։ Հանրային հնչեղություն ունեցավ նաև Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի ետևից դատախազի ազգային ժողով գալը։ Ինչ եք կարծում մասնավորապես Հովիկ Աղազարյանի պարագայում, եթե ինքը ենթարկվեր Նիկոլ Փաշինյանի SMS-ով հրաժարական տալու պահանջին, մանդատը վայր դնելու պահանջին, արդյոք կլիներ այս ամբողջ գործընթացը եւ որքանով այդ գործընթացը ըստ ձեզ իրավական։ Միանշանակ չէր լինի այս գործընթացը, որովհետև ինչպես ծանոթացանք այդ ելույթից եւ ընդհանրապես գործի նյութերից, պարզ է, որ այն ինչում մեղադրվում է Հովիկ Աղազարյանը, տեղի ունեցել 1 տարի ու կես առաջ։ Եվ հիմա է այդ գործերը բարձրացվում, բնականաբար հակասությունը հենց այդ է, մանդատը վայր չդնելը, այլապես որևէ նման բան չէր տեղի ունենա։ Դե տարի ու կես առաջ ԿՊԱ-ական էր, կարիք չկար գործին ընթացք տալ, ես գիտեք ինչ եմ կարծում, որ այս իշխանությունը իր գրպանում, դարակում, պապկաների մեջ ունի բոլոր ԿՊԱ-ականների վերաբերյալ համապատասխան քրեական գործերի, անձնական գործերի եւ այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտության դեպքում ինքը կարող է կիրառել, այսինքն կկատարեն իր ցանկությունները, կկատարեն լավ չեն կատարի, իրավիճակը կլինի քրեական գործ կամ այլ անձնական բնույթի նյութերի հրապարակայնացում։ Տիկին Սարգսյան, բուռն քննարկվում է վարչական դատավարության մասին օրենքում փոփոխությունը, մասնավորապես քաղաքացիները բավականաչափ տեղեկացված չեն, թե իրենց ինչ է սպասվում։ Երևի թե գիտենք միայն այնքանը, որ եթե քաղաքացին ենթադրենք տուգանվել է, ինքը պետք է տուգանքը մուծի, հետո դրանից հետո դիմի դատարան ու եթե իր բողոքը բավարարվի, նոր այդ գումարը կամ իրեն ետ վերադարձնեն կամ չգիտեմ ինչ լինի արդեն,
Համենայն դեպս տուգանվելուց հետո պետք է տուգանքը մուծի անկախ ամեն ինչից օրինական էր դա է անօրինական։ Ես մի քիչ պարզ ոչ իրավական տերմինոլոգիայով պարզ բացատրեմ ինչ է կատարվում, ինչպես է եղել, ինչպես է հիմա գործում եւ ինչ փոփոխություն է կատարվում։ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը նախատեսում է, որ վիճարկման հայցի դեպքում վարչական ակտի գործողությունը կասեցվում է, այսինքն ինչ է նշանակում, եթե վարչական մարմինը տուգանում է քաղաքացուն կամ իրավաբանական անձին եւ քաղաքացին կամ իրավաբանական անձը բողոքարկում է այդ վարչական ակտը դատարան, այդ իր բողոքով արդեն, այսինքն վիճարկման հայցով կասեցվում է այդ վարչական ակտի կատարում, այդ վարչական ակտը մնում է, ոչ մի բան չի տեղի ունենում, այսինքն տուգանքը չի վճարում քաղաքացին Եվ գնում է process-ը, քաղաքացին պարտավորվում է վճարել տուգանքը այն ժամանակ, երբ որ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կհաստատվի, որ այո, այդ վարչական ակտը վավեր է, օրինական է եւ անվավեր չի ճանաչվում դատարանի կողմից։ Ներկայիս այս գործող օրենքն է, կան իհարկե այնտեղ բացառություններ, մի քանի բացառություններ, որ պետք է բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարչական ակտի անհապաղ կատարումը սահմանված է օրենքով կամ երբ որ վարչական մարմինը իր դիրքորոշմամբ գրավոր հիմնավորում է, որ այդ վարչական ակտի անհապաղ կատարումը անհրաժեշտ է բողոքարկումից անկախ պետք է կատարվի։ Ես մի օրինակ բերեմ, ենթադրենք սննդամթերքի անվտանգության տեսչությունը գնում է ինչ-որ վիրուս ինֆեկցիա հայտնաբերում, բնականաբար, չէ, այդ վարչական չպիտի սպասենք, այդ ինֆեկցիան տարածվի, ասենք ինքը բողոքարկում է այդ վարչական ակտը դատարանում։ Բնականաբար այդ պահին պետք է վարչական ակտը կատարվի, այսինքն կասեցվի այդ սննդի օբյեկտի ենթադրենք գործունեությունը, հետո որոշվի։ Եվ մի քանի այլ դեպքեր էլ կան վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված։ Հիմա ինչ են ուզում փոփոխություն կատարեն, որ եթե դու ցանկանում ես որպիսի քո վարչական ակտը կասեցվի, այսինքն դու բողոքարկում ես դատարան, այդ վարչական մարմնի գործ վիճարկում ես այդ վարչական ակտը, չի կասեցվում։ Դու պետքա գնաս տուգանքը մուտես, գործողությունը կատարես եւ այլն, որպիսի դա կասեցվի, դու պետք է հայցի ապահովման միջնորդություն ներկայացնես, այսինքն դատարանին հիմնավորես, որ դու հիմա չես կարող այդ ակտը կատարել եւ այլն, դատարանն էլ կամ կբավարարի կամ չի բավարարի այդ միջնորդությունը։ Սա շատ վատ օրենսդրական նախագիծ է, ինքը ամբողջությամբ հետադիմական է, հակասում է հնարավոր բոլոր նորմերին, սահմանադրությանն է հակասում, միջազգային իրավունքի սկզբունքների նորմերին է հակասում, ասեմ թե ինչու, նայեք, վարչական դատավարությունը ինքը յուրահատկություն ունի, առանձնահատկություն ունի, վարչական իրավահարաբերությունը մի կողմից պետությունն է, որը ուժեղ է իր ռեսուրսներով, իր մասնագետներով եւ այլն։ Մի կողմից քաղաքացին է, որը պարտադիր չէ, որ իրավաբանական կրթություն չէ ունենա։ Եվ այդ է պատճառը, որ օրինակ վարչական դատարանում իրավահարաբերությունները, այսպես ասած, մրցակցային չեն ոնց որ քաղաքացիական դատարանում։ Քաղաքացիական դատարանում կողմեր են, որոնք հավասար կողմեր են եւ իրենք մրցակցում են։ Դատավորը, այսպես ասած, արբիտրի, միջնորդի դեր է կատարում, ձայն է տալիս եւ այլն։ Իսկ վարչական դատարանում դատարանը գործում է ex officio, այսինքն ի պաշտոնե ինքը պարտավոր է ճիշտը Երևան հանի, պարտադիր չէ, որ քաղաքացին այդքան գիտելիք, գրագիտություն ունենա, ինքը օգնում է, այսպես ասած, կողմերին։ Այո, որովհետև անհավասար պայմաններ են։ Եվ վիճարկման հայցերի դեպքերում ընդհանրապես վարչական դատարանում վարչական մարմինը ինքը պետք է ապացուցի, որ այո, իր վարչական ակտը ճիշտ է, ոչ թե քաղաքացին պարտավոր է ապացուցել, որ այս ակտը անհիմն է, իհարկե քաղաքացին էլ է իր գործողությունները անում, չէ, ասենք ճանապարհային ոստիկանության ակտ է վիճարկում, ասում է, չէ, այսպես չի, ես կարմիր լույսի տակով չեմ անցել կամ այսպես է տեղի ունեցել, բայց վարչական մարմինը, ով այդ վարչական ակտը կայացրել է, ինքը հիմնավորում է, ինքը ապացույցները ներկայացնում է, ինքը արձանագրություն, եթե ինքը արձանագրության մեջ մի բան սխալ է արած լինում, արդեն այդ վարչական ակտը անվավեր է ճանաչվում։ Իսկ այս պարագայում, այս փոփոխության պարագայում, երբ որ քաղաքացու վրա այդպիսի ծանր բեռ են դնում, արդեն շատ
շատ վատ սա հետևանք կարող է ունենալ, որովհետև մի քանի առումներով քաղաքացիները արդեն չեն վստահի դատարան, չեն կարող իրենց իրավունքները իրացնել, չեն դիմի դատարան։ Ես ձեզ մի քիչ քաղաքացիներից դուրս գանք մի հատ ուրիշ օրինակ բերեմ։ Նայեք, վարչական մարմինները կարող են մեծ տուգանքներ կիրառել, ճիշտ է։ Օրինակ, մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շատ առելի մեծ տուգանքներ սահմանելու իրավասություն ունի։ Ենթադրենք տուգանում է ինչ-որ մի ընկերության, X ընկերության տուգանում է 300 միլիոն դրամի չափով։ Ընկերությունը համաձայն չէ այդ որոշմանը հետ։ Վիճարկում է։ Դուրս է գալիս, որ ինքը պետք է 300 միլիոնը վճարի պետբյուջե, գնա դատարան, նման process-ը առնվազն կարող է տևել 2-ից 3 տարի։ Եթե հաշվի առնենք նաև, որ գոյություն է առաջին ատյանի դատարան, վերաքննիչ, վճռաբեկ, վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը, ահա որ շատ է, այս նշանակում է, որ ինքը իր 300 միլիոնը դնում է տալիս է պետբյուջեին ու 4 տարի պայքարում է, դեռ մի բան էլ փաստաբանի ծախսն է հիմա ավելացել, փաստաբանների վճարներն են թանկացել եւ վերջում ենթադրենք ինքը հաղթեց իր 300 միլիոնը հետ են տալու, ընդհանրապես դա։ Մի օրինակ բերեմ, 16 թվականին մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով տուգանել էր Coca-Cola-ին 50 միլիոն դրամ։ Դատական գործը տևեց մինչ 4.5 տարի, 2020 թվականի հուլիսին նոր այդ գործը ավարտվեց հաշտությամբ։ Դուրս է գալիս, որ ինքը 4.5 տարի պետք է քաշքշուկների մեջ էր։ Այսինքն շատ վատ վիճակում են հայտնվում քաղաքացիները, տնտեսվարող սուբյեկտները եւ դատարանները նույնպես։ Դատարանների ծանրաբեռնվածությունը ահռելի մեծանում է։ Այսինքն իրենք անընդհատ պետք է քննարկեն այդ միջնորդությունները։ Մի կողմը միջնորդի, որ կասեցրու վարչական ակտի կատարումը, այն մյուս կողմը բողոքարկի դա, առարկի գնա վերաքննիչ դատարան հետ գա, այսինքն մի 3 անգամ վարչական դատարանի գործը կավելանա։ Եվ մի վիճակագրական տվյալ էլ ասեմ, վարչական ակտերի, պետական մարմինների կայացրած վարչական ակտերի 70-ից 80%-ը, մի հատ թիվի լսեք, 70-ից 80%-ը անվավեր է ճանաչվում դատարանների կողմից։ Դուք պատկերացնում եք այդ պարագայում, այսինքն վարչական մարմինի իր ակտերի 80%-ը անվավեր վարչական ակտեր են, բայց ասում կապ չունի, դու հիմա եմ տուգանքը մուծի Եվ այդ օրենքի հենց դրա համար էլ ասում են, էլի կապ չունի հիմա տուգանքը։ Եվ անհասկանալի է, չէ՞, այդ օրենքի ընդունման անհրաժեշտություն, նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը, ես չգիտեմ, նույնիսկ չեմ կարողանում հասկանալ, թե այսինքն այդ նախագիծը, որ հիմնավորումներ են ներկայացրել, անհիմն հիմնավորումներ են եւ միջազգային փորձ է բերվել, որը որևէ կապ չունի այս ամեն ինչի հետ։ Ամբողջությամբ անհիմն է, նպատակն էլ երևի բյուջեի լցնելն է, թե չգիտեմ։ Հա, կարծում եմ։ Տուգանքի մատերիալ եւ գրպանները լցնելը։ Այս խնդրահարույց օրենքի փոփոխության ֆոնին ունենք նաեւ խնդրահարույց օրենքի փոփոխություն փաստաբանների մասին օրենքում, որը կրկնակի բարդացնում է քաղաքացիների իրենց շահերը պաշտպանելը։ Այսինքն մի կողմից վարչական դատավարության մասին օրենքով քաղաքացիների համար ստեղծում են խնդիրներ, մյուս կողմից փաստաբանների մասին օրենքով են ստեղծում խնդիրներ փաստաբանի ծառայությունից օգտվելու հարցում, այ օրենքը արդեն ուժի մեջ է մտել փաստաբանների մասին։ Գործնականում ինչ ազդեցություն է ունենում եւ առհասարակ ինչպես կմեկնաբանեք այս իրադարձությունը։ Ինչպես կմեկնաբանեմ, ես բացի փաստաբաններին պատժելու նպատակից Ես այլ նպատակ չեմ տեսնում այս փոփոխության մեջ, որովհետև դժվար թե փաստաբանների վճարած հարկերով պետբյուջեն կարողանա ինչ-որ ծավալ ավելացնել, էլի, փաստաբանները այդքան շատ չեն, փաստաբանների վճարած հարկեր չեն կարող այնքան լինել, որ բյուջեին ինչ-որ տենց նշանակալի ազդեցություն ունենան։ Սա փաստաբաններին պատժելու նպատակ է հետապնդում, հավանաբար փաստաբանների անկախ քաղաքական կեցվածքի, իրենց աշխատանքի անկախության այդ ամենի համար։ Ազդեցությունը շատ բացասական է եւ բացասականը ոչ թե փաստաբանների վրա, իհարկե փաստաբանների, բայց առավել շատ հասարակ սովորական քաղաքացիների, որովհետեւ փաստաբանի ծառայություններից ոչ են օգտվում բացառապես մեծ ընկերությունները կամ հարուստ մարդիկ, փաստաբանից ցանկացած անձ ամենաաղքատ
անձը կարիք ունենա փաստաբանի օգնության, որովհետև սկսած ամուսնաընտանեկան վեճերից, ամուսնալուծություն, ալիմենտի պահանջ, չգիտեմ, ժառանգության հետ կապված վեճեր, հողային, գույքային, այդ դրանից սկսած վերջացրած հասարակ ճանապարհային ոստիկանության ակտի վիճարկումը փաստաբանի կարիք կա, չէ՞։ Եվ հարկային նման փոփոխությունը, հարկային դաշտի, նայեք, փաստաբանները նախկինում վճարում էին շրջանառության 5% հարկ։ Այսինքն քո ամբողջ շրջանառության 5%-ը վճարում ես ու հանգիստ շարունակում ես քո աշխատանքը, քո իրավապաշտպան գործունեությունը։ Այստեղ փաստաբանին դիտարկում են այս օրենքի փոփոխությամբ բիզնեսմեն, գործարար, կատարում են փոփոխություններ եւ փաստաբանին դնում են նույն հարթության վրա, ոնց որ խաղատնային գործունեություն իրականացնողներին, բանկերին, վարկային կազմակերպություններին եւ մտցնում են հավելացված արժեքի հարկման դաշտ։ Այսինքն նախկին 5%-ի փոխարեն հիմա փաստաբանը պետք է վճարի 20% ավելացված արժեքի հարկ, 18% շահութահարկ, 5% էլ շահաբաժնի բաշխում։ Սա եղավ 43%։ Հիմա նայեք 5% եւ 43%, գրեթե 10 անգամ փաստաբանի հարկը ավելանում է։ Դա նշանակում է, որ ինքը իր ծառայությունը պետք է այդքան ավելացնի։ Չեն կարողանալու քաղաքացիները օգտվել փաստաբանի ծառայություններից։ Ահա որ, այսինքն փաստաբանը ենթադրենք երեխայի խնամքի հետ կապված վեճ է կողմերի միջև տեսակցության կարգի սահմանման, որոնք sense գումարի հետ կապ չունեցող վեճեր են, էլի, այսինքն յուրաքանչյուրը կարող է դա ցանկանա անել, բնականաբար առանց փաստաբանի որևէ դատական պաշտպանության մասին խոսելը անիմաստ է։ Հասարակ քաղաքացին ոչ հայցադիմում կարող է գրել, ոչ դատարանում իր իրավունքները կարող է պաշտպանել։ Այսինքն ինչ գումար պետք է այդ խեղճ մայրը ունենա, որ իր երեխայի համար ամսական 10,000 դրամ ալիմենտ ցանկանա պահանջել։ Այսինքն հանգում ենք նրան, որ այն քաղաքացիները, ովքեր չունեն մեծ ֆինանսներ, այսուհետ չեն կարողանա օգտվել փաստաբանի ծառայություններից։ Այո, եւ սա հակասում է ամբողջությամբ իրավական պետության գաղափարին։ Սահմանադրությունը ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատարանի, անկախ անաչառ դատարանի կողմից իր իրավունքների պաշտպանության իրավունք, ունի որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունք։ Այս բոլոր իրավունքները քաղաքացին ինչպես պետք է իրացնի, եթե ինքը չի կարողանալու օգտվել փաստաբանի ծառայությունից։ Այստեղ կարող է լինել նաև, էլ չեմ ասում քրեական գործերը, երբ որ մարդը ուզի պետք է ասեն, քրեական խնդիրների առաջ է կանգնում, այս դեպքում ստիպված պետք է բոլորը դիմեն, շատերը արդեն դիմեն հանրային պաշտպանին, որոնք շատ քիչ են եւ այդ ծանրաբեռնվածության պարագայում որակյալ օգնություն դա չի էլ ստացվի, էլի։ Այդ տեղից արդեն իսկ հանրային պաշտպանները շատ ծանրաբեռնված են։ Այս պարագայում էլ ավելի կծանրաբեռնվեն եւ արդեն կխաթարվի իրավական պետության ամբողջ այդ կոնցեպտը կխաթարվի այս պայմաններում։ Ունենք իրավիճակ մեր երկրում, որտեղ փաստորեն սահմանադրությունը մեր մայր օրենքը հարմարեցվում է թշնամու շահերին, քաղաքացիների վրա ավելացվում է հարկային բեռ, խնդրահարույց է դառնում փաստաբանական ծառայություններից օգտվելը, քաղաքացիները դառնում են տուգանքի մատերիալ, ինչը խոստացված էր, որ չեն դառնա, բայց այս ամենի հետ մեկտեղ մենք խոսում ենք անդադ ժողովրդավարությունից։ Որքանով է սա ժողովրդավար մեր երկրում կատարվող իրադարձություններին, արդյոք կարելի է ժողովրդավար բնորոշումը տալ։ Անկեղծ ես որպես sense փորձեմ հնարավորինս անաչառ, անկողմնակալ կարծիք հայտնել, ինչքան էլ փորձեմ ժողովրդավարություն փնտրել այս երկրում, այս իշխանության գործողություններում, այս պետական համակարգում, ես չեմ տեսնում այդ ժողովրդավարությունը բոլոր առումներով, թե օրենսդրական փոփոխությունների առումով, որ այս իշխանությունը գալու օրվանից իրենք ինչ լոզունգներով եկան իշխանության, ասեցին, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չի, տեսախցիկներն էին փակում, չգիտեմ ինչ, իսկ հիմա պարզվում է քաղաքացին հարկման մատերիալ է, տուգանքի մատերիալ է, ծեծի մատերիալ է, հնարավոր ամեն ինչի մատերիալ է, բացի դրական բաներից, նայեք, գալու օրվանից պետական տուրքը դատարան դիմելու պետական տուրքը մի քանի անգամ ավելացել է։ Նախկինում եթե վարչական ակտը վիճարկելու համար 4000 դրամ պետական տուրք էր,
Հիմա արդեն ինչ որ տոկոսային դրույթներ, կախված գումարի չափից, այսքան գումարած այդ տոկոսները, կամ սովորական քաղաքացիական դատարանում 4000 դրամ էր պետական թուրքը, հիմա դարձել է 20000, այդ չհաշված գումարային պահանջները եւ այլն։ Այսինքն ես չեմ տեսնում որևէ գործողություն, որևէ օրենսդրական փոփոխություն, ինչ որ մի բան, որտեղ կտեսնենք, որ այո, այս երկրում արկա է ժողովրդավարություն, խոսքի ազատությունը, ամենակարևորը ժողովրդավարության առանցքային սկզբունքը խոսքի ազատությունն է, չէ՞։ Քաղաքականները նշում են, որ լրագրողները օրինակ երբևէ այսքան ազատ չեն եղել։ Իսկապես դուք որպես լրագրող տեսնում եք այդ ազատությունը։ Դե ես տեսնում եմ, որ մարդիկ խոսքի համար, ինչ որ մի խոսք, ինչ որ մի գրառման համար կամ ինչ որ մի արտահայտության համար բանտարկվում են, դատապարտվում են, բանտերում են հայտնվում, ծեծվում են, չգիտեմ, ճնշումների զոհ են դառնում, բռնաճնշումներ են համատարած։ Այսինքն այստեղ ընդհանրապես որ ասում է դու էլ ասա, ասում են էլի, ասում են, բայց որևէ ցավոք սրտի միջազգային համապատասխան մարմինները եւ հանրությունը, որ նախկինում այդքան ակտիվ էին Հայաստանում տեղի ունեցող process-ների հետ կապված եւ յուրաքանչյուր ամենափոքր իսկ դեպքի պարագայում հայտարարություններ էին տարածում, հիմա կարծես այդ միջազգային հանրությունը չի տեսնում այդ ամեն ինչը ինչ որ կատարվում է մեր երկրում։ Մի քանի օր առաջ Ռիփսիմե Ջեբեջյանի հետ կապված դեպքը դրա վառ ապացույցն է։ Նման վիրավորան։ Դրան հաջորդեց ազգային ժողովի դեպքը արդեն լրագրողներին դուրս հանելու, քաշքշելով։ Ընդհանրապես ազատության մասին է խոսում ըստ ԿՊԱ-ականների։ Տիկին Սարգսյան, վերջում կցանկանամ արդեն ոչ թե որպես մասնագետ, այլ պարզապես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի նշեք ինչ ակնկալիքներ դուք ունեք խաղաղության համաձայնագիր ասվածից, եթե իհարկե ունեք, եւ ինչ կարծիք ունեք Բաքվի հռետորաբանության, տեղեկատվական գրոհի եւ սահմանային իրավիճակի այս լարման հետ կապված։ Անկեղծ ասած, ես հարցազրույցի ամբողջ ընթացքում մի մասն էի որպես իրավաբան խոսում, մյուս մասը որպես հասարակ քաղաքացի եմ իմ կարծիքը արտահայտել, հիմա նույն կերպ ես խաղաղության համաձայնագրի, այսպես ասած, ճակերտավոր խաղաղության համաձայնագրի մասին որպես իրավաբան կարծիք չեմ կարող կազմել, քանի որ դրա բովանդակությունը ոչ մեկիս պարզ չի, հայտնի չի։ Մենք այդ համաձայնագրի որոշ դրույթների վերաբերյալ իմանում ենք Բաքվից, այսինքն մեր երկրում մեզ դա չեն հայտնում։ Եվ ես կարծում եմ, հաշվի առնելով այ հենց Բաքվի հռետորաբանությունը, որ այս խաղաղության համաձայնագիրը շատ լուրջ փորձանք է դառնալու մեր գլխին, շատ լուրջ վտանգներ է պարունակում եւ հունական ասացվածքը ասում է, երբ որ թուրքը խոսում է խաղաղությունից, պատրաստվեք պատերազմի։ Ես ցավոք սրտի այդ դիրքորոշմանն եմ, որ բացի պատերազմի ռիսկից ուրիշ ոչինչ չենք կարող սպասել համաձայնագրից, այս իշխանություններից առավել եւս։ Ես չեմ տեսնում այստեղ իշխանություն, որը պաշտպանում է իր երկիրը, որը ապահովում է իր հայրենիքի սահմանները, որը մտածում է իր քաղաքացու անվտանգության մասին, իր պետության սահմանների ամրության մասին, նույնիսկ սահմանադրությունը փորձում են, այսինքն յուրաքանչյուր երկրի սահմանադրություն տվյալ երկրի մայր օրենքն է, որը ամբողջությամբ պետք է բխի այդ երկրի շահերից, այդ երկրի քաղաքացու, այդ երկրի պետության անվտանգության շահերից։ Այստեղ ասում են սահմանադրությունը, ինչ էր ասում են նախարարը արդարադատության խաղաղության պետք է չխոչընդոտի խաղաղության համաձայնագրին, այսինքն անհասկանալի բան է, սահմանադրությունը ինչին են համապատասխանում, թշնամու քիմքին է, այսպես ասած, մեր սահմանադրությունը, այսինքն այս պահին ես կարծում եմ, որ մենք չունենք իշխանություն եւ պետք է պայքարել մեր երկրում իշխանություն ձևավորելու եւ հայրենիքը պաշտպանելու ուղղությամբ աշխատենք։ Շնորհակալություն Տիկին Սարգսյան։